այո, եթե հիշում եք պեմզաբլոկերով։ Պեմզաբլոկեր չկար նկարները կա։ Իմ մոտ է նկարները։ Անպտուղ վեճ է, հասկանում եք, Դե ծանրալի է։ մենք կարող ենք Եթե գրում եք անպտուղ, սա շարունակություն։ 2-3 նշվածը դա հուշարձան ձեր սահմանում չէր համարվում։ նա ծավալի մեջ չէր գտնվում։ Իսկ այս հատվածը, որը որ այս ճակատի այս փոքր հատվածը, որը կա, որը ապամոնտաժվել է, ես հատուկ Չի ապամոնտաժվել, բարբարոսաբար քանդվել է, տեսագրությունը կա։ Ուրեմն այդ լավ է որ ասում եք։ Ուրեմն դա ես էլ իմ խոսքն եմ ասում, դա ապամոնտաժվել է։ Պահպանական պարտավորագիրը տրվել, որպիսի այդ նույն քարերով վերականգնվի, քարերներ, եթե ուզում եք գնալ, տեսնեք, դա ջրվեժում շինարարի պահեստում է գտնվում, 2-3-ի նշած երեսի մասին է խոսքը, փաստորեն։ Այսքան տեղի մասն է, բայց այս հատվածը, մեջի հատվածը, միջին հատվածը, դա բազմաթիվ անգամ վերակառուցվել է 70-ական թվականներին եւ դա հուշարձանային մաս որպես չի համարվում։ Այսինքն մեջը չէ, բայց երեսն է հուշարձան։ Երեսի մի հատվածը, որը ապամոնտաժվել է, դա հիմա պահպանվում է եւ վերականգնվելու է։ Այդ է։ Ուրեմն ես հայտարարություն եմ անում, որ ասվածը կեղծիք է, որի տեսագրությունը մենք ունենք եւ կներկայացնենք, եթե պետք է դատարան։ Չի ապամոնտաժվել, բարբարոսաբար քանդվել է։ Իսկ հատակրձային ապացույց ունեք դրա մասին։ Всё, մի հատ ընթարացնում ենք։ Կարող ենք ուղղակի գնանք ու տեղը նայենք։ Պես նախապանցիոն նախարարության ներկայացիչ, ներողություն, հա, մշակույթի նախարարություն, ես իներցել։ Հիմա տեսեք, դուք պնդում եք, որ այդ կողքի շենքը, որը կցակառուցվել քանդվել է, պատմամշակութային հուշարձան չի եղել։ Եղել է միայն մի պատը, որը օրենքով սահմանված կարգով թույլատրվել է ապամոնտաժ։ Մշակույթի նախարարությունը դրանից